Միջազգային լրահոսն այսօր։ Հայաստանի որոշումը գնալ Եվրամիության անդամակցության ճանապարհով շատ ճիշտ է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայել Պոդոլյակը։ Նրա խոսքով Եվրոպան խոստումնալից շուկա է, բարձր մրցունակություն, միևնույն ժամանակ տեղ զբաղեցնելու, լավ գումար վաստակելու եւ ֆինանսական ու տեխնոլոգիական մեծ հնարավորությունների հասանելիության հնարավորությամբ։ Հայաստանի համար իմ կարծիքով սա օպտիմալ տարբերակ է ինտեգրվելու ժամանակակից համաշխարհային հանրությանը։ Աշխարհը բաց է, սահմանները բաց են եւ դա կտրուկ կբարելավի կյանքի որակ ու կկայունացնի իրավիճակը բուն Հայաստանում։ Ինձ համար ակնհայտ է, որ եվրոինտեգրումը միշտ ճիշտ ընտրություն է։ Այլ հարց է, որ մենք եւ դուք նույն դաշտում ենք։ Սա նախկին խորհրդային դաշտ է, որը Ռուսաստանը համարում է իրենը, ասել է Պոդոլյակը։ Նա վստահ է, որ Մոսկվան առավելագույնի կհասցնի ճնշումը Հայաստանի վրա, ինչպես դա արել է Ուկրաինայի հետ, եւ նա ամեն կերպ կխոչընդոտի հանրապետության եվրոինտեգրմանը։ Ստամբուլի քաղաքային խորհուրդը այսօր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրելով պետք է փոխարինի նախորդ շաբաթ ձերբակալված Էքրեմ Իմամօղլուին։ Այս պաշտոնում ընտրվել է ընդդիմադիր հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Նուրի Ասլանը։ Նրա օգտին են քվեարկել 314 հոգանոց խորհրդի անդամներից 177-ը։ Էրդողանի կողմից առաջադրված Զեյնել Աբիդին Օքուլը 125 ձայն է ստացել։ Էքրեմ Իմամօղլուն, ով համարվում է Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը, ձերբակալվել է մարտի 19-ին։ Նա մեղադրվում է ահաբեկչության օժանդակման, կաշառակերության եւ կոռուպցիոն գործարքների մեջ։ Նրա ձերբակալությունից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնք ճնշելու նպատակով իշխանությունները դիմում են բռնությունների։ Իմամօղլուն հերքում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը մարտի 23-ին Էքրեմ Իմամօղլուին առաջադրել է որպես նախագահի թեկնածու։ Կուսակցության նախնական ընտրություններին մասնակցել է շուրջ 15 միլիոն քաղաքացի, որոնց ճնշող մեծամասնությունը 13.2 միլիոնը քվեարկել է Իմամօղլուի օգտին։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հանդես է եկել Եվրոպական բանակի ստեղծման օգտին տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորելու համար։ Այսօր մենք բախվում ենք նոր ճգնաժամի, ասել է նա ելույթ ունենալով պատգամավորների կոնգրեսում։ Նրա խոսքով աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի է բարդացել, այդ թվում կապված Դոնալդ Թրամփի իշխանության վերադարձով ԱՄՆ գծի փոփոխության հետ։ Այնինչ մենք պետք է անենք եվրոպական բանակ, 27 երկրների համայնքային ուժ ստեղծելն է, որը ղեկավարվելու է նույն դրոշի ներքո եւ նույն շահերով, ասել է նա։ Միայն այս կերպ մենք կդառնանք իսկական միություն եւ կերաշխավորենք կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է միտումնավոր հետաձգել Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները եւ խուսափել համաձայնագիր կնքելուց։ Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց գուցե նրանք ժամանակ են ձգում։ Ես դա արել եմ տարիներ շարունակ, ես չեմ ուզում պայմանագիր ստորագրել, ես ուզում եմ, ասենք, մնալ խաղի մեջ, բայց գուցեև ես չեմ ուզում դա անել, ասել է Թրամփը։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ Վաշինգտոնը կքննարկի Սև ծովում հրադադարի մասին Մոսկվայի պահանջները, որոնք հայտարարվել են Սաուդյան Արաբիայում մարտի 23-ից 25-ին կայացած բանակցություններից հետո։ Մենք հիմա մտածում ենք այդ ամենի մասին, դրանք մոտավորապես 5 կամ 6 պայման են, մենք դիտարկում ենք դրանք բոլորը, նշել է Թրամփը։ ԱՄՆ-ն առաջարկել է Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորումը սկսել 30-օրյա հրադադարով։ Դժվար է պայմանավորվել պատերազմի երկարաժամկետ ավարտի շուրջ, երբ նրանք կրակում են միմյանց վրա, նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ աջակցել է այդ նախաձեռնությանը, բայց նշել է նրբություններ կան։ Նրա խոսքով խնդիր են ներկայացնում ապագա համաձայնագրերին հետևելու վերահսկումը եւ ռազմական մատակարարումների շարունակումը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կարող է գրավել Գազայի հատվածի մի մասը։ Եթե 2023 թվականի հոկտեմբերին պատանդարված իսրայելցիները ազատ չարձակվեն, մենք կարող ենք դիմել հավելյալ ճնշումների, որքան Համասը համարի պատանդների ազատ արձակման հարցում, այնքան կուժեղանան մեր ճնշումները։ Այդ ճնշումները կարող են ներառել նաև տարածքային գրավումներ, նշել է Իսրայելի վարչապետը այսօր կայացած խորհրդարանական լսումների ժամանակ։ Չնայած հունվարին հաստատված հրադադարին, Իսրայելը մարտի 18-ին վերսկսեց հարվածները Գազայի ուղղությամբ, պահանջելով անհապաղ ազատ արձակել բոլոր պատանդներին։
Համասն էլ հայտարարեց, պահանջները կբավարարվեն, եթե Իսրայելն ամբողջությամբ դուրս բերի իր զորքերը Գազայից ու դադարեցնի ռազմական գործողությունները։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։